Իրական նման դրսևորում մի անգամ արդեն եղել է պաշտոնավարման հենց առաջին տարում մարտի 1-ի դեպքերից հետո։ Հարցը շրջանառության մեջ դրվեց 2009 մայիսի 28-ին, երբ Սերժ Սարգսյանը ակնարկեց կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, հանրային խորհրդին հանդես գալ նման առաջարկությամբ։ Ոչ եմ անում քաղաքական ուժերի, հասարակական գործիչներին, հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության ու համաներման պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր, եւ եթե արդյունքում պարզվի, որ իրոք կա այդպիսի ցանկություն հասարակության մեջ, ապա անմիջապես փոխվեն համանդրական իրավունքի եւ կդիմեմ ազգային ժողովին օրենք ընդունելու սթափ մտածելակերպի վրա, որոնք եթե մեզ չեն սիրում 17 թվականին մեզ չեն քվեարկի, կքվեարկեն կողմ Նիկոլի, քաղաքական մարդկանց։ Նիկոլը իր անունը գրել է այս պատմության մեջ, Հայաստանի ժողովրդի պատմության մեջ, նորագույն պատմության մեջ լավով է գրել, ոսկե տառերով է գրել, պատմության տեսակետից, ժողովրդավարական տեսակետից գրել է, չեմ ուզում փոխվի։ Ուզում եմ կապիտալիզացնենք այն, ինչ որ այսօր ունենք բոլորս, չէ՞ որ այդ հաղթանակը ըստ մեր գործընկերների բոլորինսն է, չէ՞, չկան պարտվասներ։ Այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս, կամ պետք է մի փաստ ներկայացնի, մի փաստ, կամ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, եթե արդեն է տեղը հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա։ Ժամանակ օրաթերթը տարիներով համաֆինանսավորել եմ այդ սխեմայի միջոցով հայկական ժամանակ օրաթերթը տարիներով